Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Կարիճ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է սպասում մեր սիրելի կարիճների ֆինանսական ոլորտում։ Սիրելի կարիճներ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է խնդիրներ, լինելու է դժվարություններ, պրոբլեմներ, բայց դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից, դժվարություններից դուրս եք գալիս հաղթանակով։ Հնարավոր է նույնիսկ այսպիսի իրավիճակ, որ աշխատանքի որոնման հետ պրոբլեմներ լինի, սիրելի կարիճներ, բայց դուք կկարողանաք ձեզ հարմար աշխատանք գտնել։ Նաև սիրելի կարիճներ, ցույց է տալիս, որ դուք ունենալու եք պաշտոնի բարձրացում, դուք ունենալու եք աշխատավարձի բարձրացում, հնարավոր է հատկապես այն կարիճները, ովքեր որ սիստեմայի մեջ են աշխատում, համակարգի մեջ են աշխատում, հնարավոր է սիրելի կարիճներ ձեր մոտ լինի ձեր ստատուսի, ձեր պաշտոնի բարձրացում։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների անձնական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Սիրելի կարիճներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս երազանքների նպատակների կատարում։ Գիտեք ինչ, սիրելի կարիճներ, ովքեր որ ամուսնացած են, սիրելի կարիճներ, աստվածային ձեռքը ձեր տան վրա է։ Եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա, այդ խնդիրները, պրոբլեմները շատ մեղմ են հասնելու, այդ խնդիրները, պրոբլեմները ձեզ նույնիսկ չեն էլ կպնելու, դուք կարողանալու եք այդ խնդիրներից, պրոբլեմներից տարօրինակ ձևով խուսափել։ Այն կարիճները, ովքեր որ ամուսնացած չեն, սիրելի կարիճներ, ձեր կյանքի մեջ մտնելու է այն մասը, որը լինելու է ձեզ համար ճակատագրով տրված այն մարդը, որի հետ դուք լինելու եք երջանիկ։ Նաև ցույց է տալիս այն կարիճները, ովքեր որ երկար ժամանակ իրենց հարաբերությունը եղել է հեռավորության վրա, ինտերնետային կապ է եղել, հնարավոր է հանդիպում, հնարավոր է որ եւ այդ հանդիպումը բերի վերջնականապես անձնական հարաբերությունների ակտիվացման։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների առողջական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Սիրելի կարիճներ, ձեր առողջական ոլորտում չկա խնդիր, չկա պրոբլեմ, եթե նույնիսկ կա խնդիր, լինի պրոբլեմ, դրանք շատ ժամանակավոր են, դուք դրանք ոտի վրա եք անցկացնելու։ Մի